Կարծում եմ շատ մարդիկ, որ ասիկ իրար հանդեպ ավելի կատաղի են պայքարում Նիկոլի ջրաղացին ջուր լցնելով, դա մի բանի պատճառով է, վախի պատճառով է, որտեվ այդ մարդիկ վախենում են Նիկոլի ստեղծած բռնաճնշումների թափանիվի տակ հայտնվել, իրենք դրանից խուսափում են եւ փորձում են կարգավիճակ պահել, հարվածելով այլընտրանքային թիրախների։ Օրինակ, ընդդիմությունից շատ մարդիկ իրենց իբր ընդդիմություն հռչակած, սա նաեւ ցուցիչ է շատ լավ իրենց բացահայտելու Կլսեք իրենց խոսույթում, այնպես տպավորություն են, որ հայ առաքելական եկեղեցուն են պաշտպանում, բայց այն միշտ նախադասության մեջ ինչ-որ մի տեղ կարողանում են խցկել, որ իրենք դեմ են, որ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվի։ Այ օրինակ այս նախադասությունն ասող մարդը Նիկոլի ծառաներից եւ իրավապահ համակարգից, որը ստրկացած է հիմա իրան եւ իր ամենաանբարո գործողությունների եւ հրահանգները կատարում է մեր սրբազան հայրերի նկատմամբ, ոչնչով չի տարբերվում։ Որտեւ այս մարդիկ նույնացած են Նիկոլի խոսույթի հետ։ Իրենք պատրաստ են ամեն ինչում մեղավորներ գտնել Նիկոլից դուրս, հա ինքը վատնա, բայց ձևակերպումը արդեն ամեն ինչ սպանում է, ինչ ասել են բայցից առաջ պիտի մոռանաք եւ բայցից հետո միայն լսեք, որովհետեւ իրենց իրական նպատակները արտահայտվում են այդ բայցից հետո։ Երբ որ ինձ ասում են եկեղեցին քաղաքականացվեց, ակտիվացավ այս գործողությունները, ես միանգամից հիշում եմ, թե այն ժամանակ, երբ որ կար Հայաստանի պետականությունը, մինչեւ 2018 թվականի զավթումը, թուրքերը օրինակ ինչ խոսույթով էին փորձում կանխել եւ կանխարգելել մեր պետության ջանքերը միջազգային հանրության մոտ եւ միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ։ Գիտեք ինչ էին ասում, ամենատարածված խոսույթը, ասում են մի քաղաքականացրեք, դա քաղաքական հարց է։ Հիմա նույնը ասում է հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ Նիկոլ, այ Նիկոլի ու թուրքի նարատիվների միասնականությունը այս սրա մեջ է արտացոլվում։